Ողջույն 90-ական YouTube-յան ալիքի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, այսինքն այսօր սովետ ակումբում, մեր շատ սիրելի սովետ ակումբում, որտեղ ամեն ինչ հիշեցնում այն ժամանակաշրջանը, որտեղ մեր ծնողները, մենք, մեր տարեկիցները եւ այն տարեկիցը, ով այսօր այստեղ է, ականավորների հյուրը Կամո Սեյրանյան, ոչ ավել, ոչ պակաս, Կամո Սեյրանյան, բարև Կամո ջան։ Բարև ձեզ, բխոտ ջան, Հարութ ջան, ուրախ մարդ, այսպես երաժշտական մարդ, մի խոսքով ամենադրական էմոցիաներով մարդ, Կամո Սեյրանյան։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս ձեր հրաշք, Տաղավար չասենք, բայց տաղավար չի, գիտես մասը տանջվում է։ Որ ես շոկի լույսեր Կամո ջան, բայց տաղավարի վրա մարդիկ տանջվում են, սա մի ամբողջ ժամանակաշրջան ենք ստացել։ Ես ճիշտ ասած, որ մտածեցի դպրոցական տարիներին, խոսքի դասիցենել եմ, գնացել եմ, չգիտեմ, բարեկամներիցս մեկի տուն, ովքեր սա բաժակները, որ ընկերներով հավաքվում էիք, բան։ Այո։ Բոլորիս տանը ինչ որ մի բան կա, չէ՞, այստեղ դետալ կա, հուշ։ Ես նայեցի վազերը, բաժակները, միջև մեր դաչայի պատվանում ящикներով էս ամեն ինչից կա։ Մի հատ հարց տամ Կամո ջան։ Սովետ ակումբում եղել ես երբևէ։ Առաջ անգամ եմ գտնվում, բայց ես արդեն մի վայրկյան շուտ ուզում եմ այսօր գիշերը կամ չգիտեմ մոտակա մի հատ ուրբաթ շաբաթ ընկերներով սեղան ամրագրեմ բունկերներով գամ։ Կամ այսինքն ավակներ ունես, չէ՞, այդ ժամանակաշրջանից։ Իհարկե։ Որ գան իրանց տան խոհանոցը տեսնեն եւ այլն եւ այլն։ Ծնողներդ կան։ Ծնողներս փառքաստ։ Ծնողներիդ էլ բեր։ Գիտես, օրինակ մեզնից մի քիչ երիտասարդները, որ գալիս են ասում, «Ոյ, մեր տանը գնում եմ papaիս, մամայիս բերեմ ստեղ» ու բերում են միշտ։ Ճիշտ ասեմ, մեր տունը միջև էս վերջի մի 7-8 տարի սովետ է, Չարենցավանի տունը, հերս մերս ասում են, ապրեն մեր տանը մի ձեր տվեք, ձեր մեբելները, ձեզ պահեք, ձեր ռեմոնտը, ազի մի 7-8 տարի առաջ համոզեցինք, նոր մեր տունը սովետի հետ ներկած պատեր, գիպսեր, բան, ինչ ավել։ հետո լավ հիշողություն։ Դե այդ թվերի մարդիկ որ քրտիկով կոպեկ ստեղծել են, իրանց գիտես ինչ դժվար է մեբելը տնից հանել, ուրիշ մեբել։ Իհարկե, ես գիտեմ։ Կուխնյայի մեբելը։ Բոլորիս ծնողների համար է դա դժվար եղել։ Հա։ Կամո ջան, Չարենցավան, սովետի ժամանակաշրջանի ամենաակտիվ քաղաքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում, արդյունաբերական մощный գիգանտ քաղաք, որտեղ սովետի մասշտաբով գործարաններ էին աշխատում։ Լուրջ գործարաններ։ Հանրապետությունում ինչքան խելացի ինժեներ, մեխանիկ գեներացնում էին հենց Չարենցավանում։ Բոլորը ապրում էին Չարենցավանում, որտեղ Չարենցավանը ինքը քաղաքը փոքր քաղաք է, բայց 4 բոլորը ինքը մեծ մощный գործարաններ էին։ Լավ, այդպես մощный գործարանները ասել քեզ։ Դու ոնց տենց մощный գործարաններ այդ բան հանկարծ չմտածեցիր էլի այդ ուղությամբ։ Ոնց զավոդի տեր չդարար։ Գոնե։ Ասա փակեցին սովետի ժամանակ։ Սովետի ժամանակաշրջանի ես 79 թիվ ծնունդ եմ։ Իմ դպրոցական տարիներս ես մի տարի շուտ եմ դպրոց գնացել։ Ուրեմն եսը տենց իմ գուրգեն պապս պատերազմ մասնակցած այդ մեդալներով գնում է Քաղաքսովետի նախագահի մոտ, ասում է իմ թորս մաթեմատիկայից ուժեղ է, ճարպիկ է, ինքը իր տարիքից մի տարի առաջ է։ Պապս ամեն ինչ անում է, որ ես ստորագրեն այդ թուղթը, որ շուտ գնաց դպրոց մի տարի։ Բաժինը ոնց է, ժողկրտ բաժինը դաբրուն տա, որ ես 78-ի հետ գնամ դպրոց։ Այսինքն 6 տարեկանից գնացի 7 տարեկաների հետ։ Հասկացա, հա։ Ես մեր դասանում դու կրտսերն էիր ամեն։ Նա մեր դասանի փոքրն էի։ 79-ն էի, բայց ամբողջ դասանը 78 իմ ընկերներս, դասընկերներս։ Ու դենց այդ ամեն ինչը սովետի ժամանակից որ կատարվել է, ես 3D ինձ հիմա կարամ պատմել կամ 3D իմ աչքերից դեպով ասում եմ, որտեղ ասեցի որ արդեն Չարենցավան քաղաքը շատ բան է ինքը
Ես հենց էդ էլ ասում եմ, մաթեմատիկայից լավ, ես չգիտեի իսկապես։ Կոմունիստների բախտի ярмарка է։ Իհարկե։ Մերս գործակատար էր Չարենցավան քաղաքում, հերս է սախքյանքը գործակատար, հետո խանութի վարիչ, ինչ եմ ուզում ասեմ, ես առավոտից իրգուն դպրոցից գալիս էի տուն, մի կտոր հաց էի դում, վաց մեի կամ մորս խանութ կամ որդուներս գործակատար է, սաղ քաղաքը մեզի ճանաչում է, որտեղ այն թվերին քաղաքի մատորները խանութի աշխատողներն էին, որ սաղին ու բոլորը պիտի խանութի աշխատողներից լավը լինեին, որ տակից ապրանք կարողանայի ստանալ վերցնեին, հա։ Գիտեմ, մթերային բաժիններ թարմ կաթմածունը տանեին, դիտակ շշով, երկաթի սենթիկով հիշում եք թե չէ։ Ոնց չեմ հիշում։ Հենց բան են ձեր տները իջեվա վանկա թե չէ։ Մածունի շիշ չէ։ Մածունի շիշ։ Չէ, սմետանի շիշը կա։ Լվալու չոտկը։ Չոտկը, հա, չէ, չկա հիմա։ Համաձայն եմ, բարակ երկաթի ալումինի բանով գործած։ Ես ինչ եմ ուզում ասեմ, սովետից լիքը հիշողություն։ Ու լավ հիշողություն։ Սովետի ժամանակ դուք փուռ եք ունեցել, ես այդպես ինֆորմացիա ունեմ։ Սովետը որ քանդվեց, առաջի Չարենցավան քաղաքի հացի փուռը սեփական։ Իմ հերոս բացեց։ Սովետը հենց քանդվեց նոր տալոնի ժամանակ։ Տալոնի ժամանակ արդեն հա լրիվ ասանք 90-ականներ, 90-ականներ։ Սովետի արդեն նոր անկախ Հայաստանի սկիզբն էր 91-92 թվականին, այդ ժամանակ արդեն հայրիկս Չարենցավան քաղաքի հացի գործարանի, բայց սեփական բորը չկար, հացի գործարանի փոխտնօրենն էր, հա։ Այդ տալոնային վաղտում ենք հացի խնդիր չենք ունեցել։ Դինսոմա այդ ժամանակ Չարենցավան որևէ մեկը չի ունեցել, որովհետև papan այնտեղ արդեն ինչ որ պետք էր անում էր։ Դե ես այդ ժամանակ իմ երաժշտական դպրոցի տարիներն էր։ Հա, այդ եմ ուզում իմանամ, գիտես։ Երաժշտական դպրոցներ կապված։ Այդքան մաթեմատիկայից լավ ու երաժշտություն, դրանք հերո բաներ են։ Էսի հացի գործանն է Չարենցավանի։ Միացած ճանապարհը, էս այդ երաժշտական դպրոցն է։ Հա։ Ու այդ տարիներին Չարենցավանի երաժշտական դպրոցի 80% լավ մասնագետները գալիս էին Երևանից ու Աբովյան քաղաքիցի վարպետս իմ երջանկայի շատ Գրիգոր Խաչատրյանը հավատում եք ես այդ մութ ու խավար տարիներին որ հացը դիֆիցիտ էր ես ասում էին կողմ դասատուներից հաց էի բերում որ ամեն մեկը գույնը մի հատ բաթ հաստատ բայց որ գալիս էր այս ճանապարհով papan միշտ չէր ասում տղա ջան արի սովորի ոնց է պետք աշխատացնել որ այս գործարաններ կոների դու ասում ես ապելը մի րոպե ու թեքվում էի ճանապարհը հավատում ես հետ ես շուտ երաշտ եմ դարել մորս ըմբակ կա բայց դու նաև շնոր ունես իսկապես մեծ շնոր շնորհքի մասին չի խոսքը շնորհի մասին, աստվածատու շնորհ ունես, որևէ մեկը չի կարող ասել, որ դու գումարով ես դարձել։ Երաշտական դպրոցի սովորելու տարիներին այդ շնորհը ի հայտ չէր եկել, որտեղ շատ ճարպիկ, չարաճճի սովորող երեխա եմ եղել։ Ես երաշտական դպրոցի 5 տարի սովորել եմ, բայց 5 տեղերի չէի կարող նվագել, որտեղ չէի այդ ժամանակը։ Հանրագիտական դպրոցի տեղեկից, սա օրը Չարենցավան քաղաքի այգին, Չարենցավան քաղաքը 4 բոլոր անտառներ էր, անտառներում, չգիտեմ այգու բանը, սա օրը 90-ականներին շատ կտրտեցին այդ անտառները։ Այնտեղ ես խուշում, սենց, դες բաներ կար։ Հա դու այդ հետաքրքրության մեջ էիր ավելի շատ։ Ես միջևը շուն եմ պահում։ Ինչ շունա։ Այն երեխավախբարից իմ սիրելի տեսակը որն է հովաշունը, չոբանի շունը, շատ լավ, հայկական գամփր, գամփրը, բայց ես վերջի 15-20 տարին Ալաբայեմ ավելի շատ, Ալաբայեմ պահում, որտեղ դրսից արդեն իմ ելումոտս դուրս շուշուտա, Թուրքմենստան, Ուզբեկստան, Միջին Ասիայից այնց իմ հարազատները ինձ շրեր են նվիրում, որ Կամո ջան Դες մենք 2 րոպե կամ 3 րոպե մենք խոսում ենք ժամանակը թռնում է, բայց դու այնքան շփվող անձնավորություն ես, այնքան Չէ, այնքան իսկապես այնքան հարազատ մարդ ես, ցանկացածի հետ որ հանդիպես նույնիսկ անծանոթ, կարելի է քեզ հետ անդադար խոսել ու հումորով ես, այնքան հումորով ես, այդ երաժշտության հետ դա լավ ճիշտ գնում է, չէ, ընթացքով։ Դա իմ համար առանց հումոր մարդը ոնց որ անհոտ ծաղիկ է։
Իսկ երաժշտության մեջ հումորային տես բաներ ունես։ Էն էլ ոնց։ Դա դուդուկով ստացվում, որովհետև դուդուկը միշտ բոլորը մտածում են դուդուկը ով ասում։ տխու, ծիրանենի, բան տենց։ Դուդուկը տխուր չի, կա պուրակ երաժիշտ, կա տխուր մարդ, տխուր երաժիշտ։ Այո։ Այդքան բան։ Շատ ճիշտ է։ Իա գործիկը ոնց ուզում իա ձեռի մեջ երկհասնում է ու խաղացնում է։ Իսկ 90-ականներին այդ պատերազմական ժամանակները հիշում ես։ Երևի։ Այդ ժամանակ արդեն նվագում էիր։ Այսօրվա պես մի բան եմ հիշում։ Երաշտական դպրոցից 5-րդ դասանից քննությունն էր ավարտական ու այդ վերջի 6 ամիսը մի քիչ խելքի էի եկել, պարապել էի։ Պապաներ ստիպել թե ուղղակի։ Պապաներս ինձ ասում էր տղա ջան, արի սովորի որ ուսանող դառնաս, Երևան, բան, չէ, մայրաքաղաքը միշտ շրջանի ժողովրդի մար միշտ մայրաքաղաքը ռայոնի երեխեք ուզեցել են գա Երևան սովորեն քաղաք։ Բայց մայրաքաղաքն էլ է քեզ համար փոքր, դու արդեն աշխարհով ես պատտվում, որովհետև քեզ աշխարհը են սիրում, եւ այլ անկեղծ եմ ասում, հիմա մի քիչ ես կպատմեմ ու մի փոքր կտխրեմ։ Ուրեմն երաշտական դպրոցի քննությունը վերջացեցի, որ ես կյանքիս մեջ 10 բալանոցից 9 ստացած չկա, 9 բալով եկա տուն, եկա հասա մեր տուն դուրը փակել, մեր դիմաց, էսի մեր շենքն է, դիմացի շենքը մորական տատուս տունն է, այս շենքը հորական տատուս։ Միանգամից բացելով հորող փորոս տուն, փոքր հորող փորոս տուն էին ապրում տատուսում։ Ես հորոս ընկերներս հավաքվել են, բան ինչ է, դες չի։ Իմացա որ աղբերս վիրավորվել է Լաչինո։ Հարազատ եղբայրս Կարել Սեյրանյանը, ուրեմն ես այս մի բան ասեմ, հայոց բանակը կազմավորվել է 92 թվականին։ 92 թվականի հունվարի 28-ին։ Փետրվարի 2-ներ թե 3-ներ աղբերս գնաց բանակ։ Աղբերս գնաց բանակ, ինչ եմ ուզում ասեմ, հունիսի 16-ին աղբերս վիրավորվեց։ Բանակը ո՞րն է, միանգամից հայոց բանակ, պատերազմ, էլի, հայոց բանակ գնաց, հունիսի 16-ին աղբերս վիրավորվեց, հիմա կողճարով մեր կողքնա, վարկասում, բայց այդ 90-ականների այդ մի տարին մեր ընտանիքի մեր ազգուտակի համար շատ ճակատագրական էր, որտեղ մի քանի ամիս ազգովտակով հիվանդանոցի պատերի տակ էինք մնում, մինչև ամեն ինչ ամբողջ ազգի համար այնպես դժվար։ Չեմ ուզում տրամադրությունները 90-ականներից լավ հիշողություններ ունես։ Ուսանողը 90-ականների 90 այդ 92 թիվն անցավ, ես երաշտական դպրոցը ավարտվեց։ 92 այս մասին հաճախ եմ պատմել հերոսադիտողին տարբեր հաղորդումների ժամանակ 92 թվականին որ ես երաշտական դպրոցը ավարտեցի ու գործիքները դրեցի կողքի ու չի զբաղվել։ Այդ շրջաններ, որ ասեցի հացի թուրեք ունեցի, այդ շրջաններ, որ արդեն վերես փուրա բանը ոչ եմ, ես ուզում եմ առևտուրի մեջ եմ, ուզում եմ օգնեմ բան, բայց հերս անդադից ասում է տղա ջան, քո գործիքը ինչ առևտուր, ինչ հացիպուր, ինչ կեցե հայրդ, կեցե ինքը, իսկապես։ Բայց հավատա կարող է, եթե ես բնայի բանի մեջ ավելի մեծ հաջողություն ցանկացած Մենք կարող է բիզնեսմենը դառնի Բժիշկ էլ օրինակ ընտրեիր այդ մասնակցությունը դու հրաշալի բժիշկ կլինեիր։ Լավ, համարոտ պատմեմ, ամենը 7 ամիս չպարապեցի, գործիք չարաձեռես, արդեն 13-13.5 տարեկան եմ այդպես, մի օր ձեռիցս բռնեց, շատ դուրս խոսած է, դες ասես լսի, դու չես ուզում ասես քո այդ տավ գործը շարունակես, այդ քո դուդուկդ, հավելի չես այդքան դուդուկի վրա խորացած չես, շվի էի նվագում։ Ասեց արի գնանք վարպետիդ մոտ, Գրիգորի մոտ Խաչատրյան, խնդրենք թող պարապի, գործերը տանք ուսումնարան, 14 տարեկան եմ, ես 8-ից էլ հելա, իմ դասանցին գնացին 9-10, ես դպրոցը 8-ից էլ հելա, գնացինք Խաչատրյան Գրիգորի մոտ, իմ վարպետիս մոտ, վերջը մտանք,
հորը շատ էր հարգում այդ մարդը, Համլետ ջան, ինքը սիրում էր, բայց որ Թամբալ ես։ թամբալ չէ, չգիտեմ էլի, հա։ սենց այդ մարդ հորո մարդ էր, տենում ես ինձ, այս չարաճճի դել եկավ, ասես ծոցը չուն չկա։ Հա, դե Ունեմ բան կենտրոնասեր, վանտեց։ Վերջը հերս ընտրեց ասես Գրիգոր ջան ասեց մի 4 ամիս բան ամնացե մայիսին էլի ընտրությունների։ ասեց Համլետ ջան ասեց աղբոտ էսելի ազիմ եմ բրծես հերս շատ խնդրեց ասեց մի ամիս պարապում եմ եթե զգանք շարժ կա շարունակում ենք ու այդ անկավա վարպետի մոտ գնալը իմ կյանքում դարավ ճակատագրական Որովհետև ամեն մանկավարժ չի մանկավարժ։ ու Շատ կարևոր է։ դիրարվեցի դուդուկ գործիքին այդ օրվանից դուդուկը առա Սարսափ կյանքից մի մասնիկ է։ հա հոգուս անբաժանելի ընկերը ամենահարազատը։ պատկերացնում եք 5 տարի չսովորես բայց 4-5 ամսում այնքան պարապես ու 94 թվականի Բաբաջանյանի ընդունելության քննությանը մի հատ անվճար տեղ կար մի քանի հատ վճարել անվճար ընդունվեց իմ ուժերով անվճարը համ ուսումնարան եմ ընդունել համ կոնսերվատորիա էլ գնացիր հետո դա արդեն 2000-ականներն է ունեք հաղորդում եմ պրծնի չէ պատմի որ դու ուրեմն 4 տարի էր ուսումնարանը ես ուսումնարան ընդունվեցի ուսումնարանն էլ ինձ մի հատ ուրիշ մի հատ աշխարհ բացվեց ծանոթացա իմ մյուս վարպետի Ակարտիշ Կարապետյանի հետ Կարապետյանների այո դες ժողովուրդը գիտի ես լավ գիտեմ Կոստյա Մուգուշ որ ասում են Մուգուշ Կարապետյանին Մուգուչը դարավ իմ մի հատ կյանքի ուրիշ մի հատ ինձի ադրենալին տվող ու այդ 3 տարի Մուգուշի մոտ Մկրտիչ Կարապետյանի մոտ սովորելու Էդի ոնց որ նա լրիվ ուրիշ աշխարհ բացվեց վարպետներ են վարպետներ Կարապետյանները 4 տարի պիտի սովորեի բայց այն 3 տարին ինքան sense ակտիվ սովորել էի շուտ ավարտեցիր էլի չավարտեցի կորձերս մի անգամից կոնսերվատորիա ընդունեմ չընդունեմ կամ կշարունակեմ հա բայց գիտեր Կարապետյանը որտես բանս արել հա վարպետ ավա ինքն էր ասել դաշը քննության իր խամիշնա տվել որ նվագեմ ծրագիրը ինքնա դրել կորձերս տվեցի 97-ին կոնսերվատորիա ընդունվեցի հետո բայց հետո արդեն ձեր հաղորդիչից շեղում ենք արդեն սովետը բրծավ ավելի հետեւանք սովետ գնանք սովետ ինչ կա սովետ հետո կոնստել ավարտեցի հետո ասպիրանտուրանն էլ ավարտեցի կոնս 2002-ին ավարտեցի մի քանի ամիս հետո իմ շատ սիրելի Արզաս Ոսկանյանը զանգից կանչեց իմ ամբիոնի վարիչը ասեց կամո շատերով ասեց երկի բարի չէ այդ Թաթուլակունյանն երկի բարի Արզաս Ոսկանյանը կոնսերվատորիայի ժողամբյոնի բայց երկի բարի ինքը բան չուներ չէ իր տղան Գրիգոր Ոսկանյանը երկի բարի տնօրենն էր ճիշտ ես ասում գնացի ասեց կամո ջան 22 տարեկան եմ պաշտոնով ավարտել եմ ասեց ես ուզում եմ որ դու դասավանդես 22 տարեկան դասի հելել եմ դուրս այդ լրիվ 90-ականներում ես էլի դու հելել եմ դուրս զանգել եմ ծնողներիս ասում եմ Առաջարկա, հա, ինչ անես։ Ես սիրտս դպրտում համուրախություն է սա, բայց մենք կարամ չեմ կան։ Վերջը մայստրոս ինձ հրավիրեց ու ինձ 2003 թվականին հրամանս տվեցի միջև այսօր դասաման։ Մանկավարժ ես։ Մանկավարժ։ 23 տարվա բայց զուգահեռ նաև աշխարհին ես։ Մեր երաժշտությունը, մեր դուդուկը Վերջի 20 տարին գիշերցել եք սաղ աշխարհով դուդուկը ներկայացնել։ Գեցե հայրդ, իրան երկար կյանք, առողջություն։ Սաղ Չարենցավան քաղաքը, սաղ քաղաքը նախ մերոնց ճանաչում է։ Հիմա ոնց են բոլորը պատանում, սաղ քաղաքը Կամո Սեյանյան Չարենցավանցի է մերն է։ Մեր բակի հարևան գորս այդ հացի գործանի այդ օրս կոլեկտիվը ինձ որ տեսնում են, ասում են մալադեց Համլետի որ քեզի մուզիկան ցակեց։ Հերս որից ինչ ամենայի տունը պարապեի ինքը շրջապատից իր անգերերի հավաքույտերին շատ ժամանակ չերնեմ որ ես տնից չփախնեի դուրս
Երես չլինելով երաժիշտ, Կամը չունեք երաժիշտ։ ակարդիոն էր առել։ Ես մի քիչ առաջ իջա դուդուկը դա մարած դամ։ Հա։ Որի դամ պայել, ես ես մարդ առևտրի սախյանը մարդ է։ Ակարդիոնը հագնում էր։ Բայց պապայից Ես շնորհակալություն։ մատը բռնում էի դնում էի սինոդայի վրա։ Պապայանն է։ Համլետ։ Իսկ այդ մութ խավար Համլետ ջան, այնքան շնորհակալ ենք ձեզ։ Ապրեք շատ, երկար ապրեք, ձեր տղան բրավո։ Իսկ այդ մութ խավար տարիներին մեր սախ, մեր շենքն, այս մյուս շենքը լույս չկա թե։ Մոմինուս տակ մեկ ակումուլյատորով, մեկը լևինուս ուներ են թվերին, գիտեմ բայրալից քաշած, մեկը չգիտեմ պաստանցայից։ Ես այդ թվերից եմ։ Փետիքը վառած, չէ, բայց Արութը ավելի լավ է հիշում սա։ լապը վառած, Ալադինը դրած, չգիտեմ, Ֆուչիկան։ Ալադինը են կանաչներ։ Արևաներից զանգում էին, ասում էին միած որս կանախբերը կնվագես, էմյուս արևմը զանգեսունա աշխարհումը սաղ չիմ քաշես։ Զզվցնում էին էլի դու։ Ես իրանց զզվցրեցի, բայց իրանք ինչ չեն զզվցել։ Չէ։ Ու ես այդ մութու խավար տարիներին դառա երաժիշտ։ Ինչ լավ։ Այո։ Ինչքան լավ բան կա, չէ՞ հիշելու 90-ականներից։ Դե վատ բաներ կան, բայց եկեք վատ բաների վրա տես կանգ չառնեն, որովհետև վատ բաները հիշում են այն մարդիկ, ով միայն վատ բան են տեսում ցանկացած ժամանակաշրջանում։ Դե միշտ լավը հիշես ու լավատես լինես, որ գնաս առաջ, այո։ Առաջ միշտ լավին ձգտես։ Ու քեզ այդ քո լավով է դիքո շրջապատին վարակես նույն ձև իրանք ապրեն։ Նոր շրջագայություններ ունենք, չէ՞։ Անպայման շատ ունեմ եկել։ Բայց արտաչափ դիգայ ձեզյուր, հարուցես որ զանգեց, ասի հարջան։ Գնում եմ Ղազախստան, ընդեղից Չինաստան, Ղազախստանի Չինաստան, այսինքն չինացիներին համար։ Չինաստան, Ղազախստան սահման։ Գիտեմ, բայց հիմա չինացիների համար ենք նվագում, ոչ թե հայերի։ Համերգներ ունեցել են 12 թվին, Expo 2010-ին հայկական ծիրանն ենք այնտեղ աշխարհին հյուրացնել։ Հա։ Այդ ժամանակ ես Չինաստանի, այսինքն չինացի ժողովրդին 13 տարի, 14 տարի առաջ եմ ես Թուդուկին ծանոթ ասել։ Այդ նույն տարի սեպտեմբերի 21-ին Այնակ չես ծնվել ես դասավանդել դուդուկ։ Չէ, դե չէ։ Որովհետև չինացիք այնքան ուղեղ ունեն, իրանք ամեն ինչին ուզում են տիրապետեն, եթե լավ բան է։ Միանգամից կոպի սարքեի, չէ։ Հա, բայց քեզ թարգմանի չա պետք այնտեղ, որովհետև իրանք սիրում են դա, որովհետև չէ, Չինաստանը մեկտեղ ոչ ռուսերեն ասում, ոչ անգլերեն է, ոչ ֆրանսերեն է։ Հա։ Լուրջ եմ ասում։ Իրանք գրություններն էլ է, տես չինարեն։ Չէ, տես չի։ Այսինքն անգլերեն չեն գրում կողքը։ Այդպես Այրոպորտ, հոթանավական, հա։ Duty free-երում անգլերեն տարբերում ես։ Մնացած տեղից ես սուաներ։ Ոնց ես այնտեղ։ Դու թարգմանի չունես անպայման։ Հա, ինչով է սա։ Այդպես սեպական։ Մի օր ինձ էլ տար էլի Չինաստան, ոնց եմ ուզում։ Ուզես։ Ոչ է վիզա է պետք Հայաստանի քաղաքացու համար։ Չինաստան պետք չի վիզա։ Տարը առանց վիզա մտել է Ղազախստան, դե մեքենայով էինք։ Մենք մեքենայից ճանք պասպորտը տվեցինք, սիրուն մարդիկ փեչատը խփեցին, մենք էսկոմից եկանք մեքենան կոնվերս տստան գնացինք էսկո։ Մա Հայաստանից որ թռնես Չինաստան պետք չի, հա վիզա։ Վիզա պետք չի։ Առաջ ես մի անգամ Ես վիզա 12 թվին երկու անգամ եղել եմ, մի հատ հունիսին, մի հատ սեպտեմբերի 21-ին անկախության 12 թե 22 թվին, 12 Expo 2010, ինչ 12, 10 թվին։ 10 թվին, հա։ 2000 ամբողջ աշխարհը Չինաստանում է։ Հա, հասկացա։ Ու ես դες բան չեմ տեսել Չինացիքի Expo-ի մոտ հատուկ քաղաք էին կառուցել։ Հատուկ այդ Expo-ի շրջանակներում հյուրանոցները, այդ տաղավարները, կոնցերտի զալը սարքել այդ Expo-ի համար։ Ուշ եմ, դες իրանք մեզից օրինակ լավ բաներն են, չէ՞ սովորում։ Ես կուզենամ օրինակ մենք էլ ազգովի։ Հա, ցանկացած երկից լավ բաներ սովորենք, ոչ թե վատ հիմնականում, էլի։ Դե ռուսիկ տես միջանկյալ։ Կանք մի քիչ մերոներ կանջան բենդից պատմոսիել բենդից։ Երբ հաստեղծվել։ Սեյանյան բենդը երկու տարվա պատմություն ունի։ Հա։ Սեյանյան բենդը ենել ոնց գաղափարումներ քոնը։ Գաղափարը իմն է, բայց լայք, դա մի հատ բան է։ Դες արդեն 2006 թվից
շոու բիզնես, առաջին կլիպ, երկրորդ, երրորդ, եկավ 2011-12 թիվը, ես գիշեր 3 հրավերներ ունեմ։ Թե համերգի տեսքով, թե կորպորատիվներ։ Մոսկվա, Կրասնոդար, Սոչի, Նովոսիբիրսկ, Դուբայ, Փարիզ, հայերի առիթներ, հասանիք քնունք ծնունդ։ Արդեն երեխեքս մեծացել էին, Ռևոններ, Սեդաներ, ու հավաքեցի ընկերներին, ասում եկեք մի հատ բենդ մենք բացենք, տենակ այդ ինչ բան է բենդը։ Նոտ բենդել մենք մոդայիկ բաներով անցանք, արդեն դրեցինք Սերանյան project բան։ Ուխ։ Հիմա տենց էլ վաճի Շատ լավ։ Ոչ են գանն։ Տղատ նվագում, հա։ Տղաս երկում է, նվագում է։ Ինչ է նվագում։ Գարմոն, հաշտամուր։ Բայց աղջիկդ երգում է գիտեմ։ Բայց տաղանդավորների Գիտեմ։ տաղանդավորների կոլեկտիվ ես հետ Այդպես բան է ցավ։ Ինչ լավ է, կեցես։ Ու հիմա շրջագայում եք հենց այդ Հիմա շրջագայում ենք, հիմա Boston Park բենդը համ դրսերը շատ միտք չունես մի հատ էլ հացի փուր, այնուամենայնիվ։ հացի փուր։ Չինաստանում բացես։ Ես մի հատ բան ասեմ։ Լավ բան եմ ասում, Չինաստանում շատ լավ է։ Չինաստանում չէ, բայց հենց հիմա Արենջիստան կողքը պատրաստի հացի փուրը հերս սարքեց տվերին։ Պատմում են, որ դա փացի կորզանը Երևանում բացի։ Քարբինջի փուրը մեջ հավաքած, խմորումները դրած, դեժերը դրած ամեն։ Կանգնացած չի աշխ։ Կնոք են սխմես աշխատի։ Հա։ Բայց 10 լիտր սարքերա, կտցնես խոտան գնի, էլի, հա։ Դեք դաժե վիճում եմ, ասում եմ, եսա քանդում եմ, ստե ստուդիա եմ դնում, բան մեծ։ Դե լավ էլի։ Ասում այ տղա, ասում իմ սարկածը քանդել ես։ Չի կարելի, այո։ Համոզել ես ռեմոնտն են հավաձայնել, որ անես, հետ էլ քանդես, չէ։ Չէ, լավ, չէ։ Տեմբելները ձեր Աստա։ Ընդհանրապես սովետ ակումբը մեր համար, բոլորիս համար, որ գալիս ենք, չէ, առաջին անգամ եկել ենք ու հյուրերը որ գալիս են, ասում եմ, ինչ տեղ, ու հյուրերը հիմնականում 90-ականներից է հյուրերը։ Այդ ժամանակաշրջանում որ սկսել են արդեն իրենց գործունեությունը եւ այլն։ Իրանք քեզ նման ոնց որ հիացմունք են արտահայտում։ Այո։ Սովետ ակումբը Շնորհակալություն եմ ձեզ հայտնում, որ ինձ ես անդադ եկել եմ ես չենք բարձրացել են վերևս ստուդիաները։ Հաստատան, ճիշտ է։ Իսկ դեղի տաքսիները ինձ իշո մի բան ասել է, բայց երբևիցե գլխի չես ընկել, որ ինչ կարա լինի ներսում։ Դե ավելի լավ է մի անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել եք մասին։ Հաստատ ընկերներիս հավաքելու եմ բա։ Ուխ, սովետ ակումբը ձեզ սիրում սպասել է։ Իմացա, որ Քո սիրած պիլմենին կա։ Պիլմենիկա, բանկա, ստվա, խալադես կլնի։ Բավոս։ Նենց լավ բաներ ունեն իրանք այդ սովետի ճաշացանքից։ Ու խմեն։ Դա նախորդ կպատվի։ Սալյանկա, բորշչ։ Բորշչը։ Ինչ լավ է կամո, ես չեմ ուզում ասեմ կամո ջան, ոնց անենք էլի, դե ասեք։ Մի հատ ասեք էլի մեր հետևորդներն այնտեղից գոռում են, ասում են, թե էլի շարունակեք, բայց ժամանակի սղություն ունենք, այնուամենայնիվ մի քիչ պատմի, էլի պատմի։ Հա, քեզ ուզում ենք Որտեղից պատմեմ, ասեք, որտեղից Հայաստանից պատմի, 90-ականներ, Հայաստանի 90-ականներ։ 90-ականները իմ գիշեր 3 պարապելու տարիներն ա եղել։ Ես կամ որպես երաժիշտ այդ 93-ից որ ասում եմ սիրարվա գործիքիս մինչև 97 թիվը ես գիշեր 3 կամ ոչ մեկի համար գաղտնիք չեմ բացի, այսինքն ես իմիջ չեմ հորինի, ոչ մի բան չեմ հորինի, եթե ասեմ դու անմնացորդ ընկերասեր ես եղբայր, դու իսկապես ընկերասեր ես, ես դա բազմիցս եմ տեսել, քո կողմից, քո ընկերասիրությունը, պատրաստակամությունը, ու դու ինչ որ ասում ես, չէ, դա իսկապես կամոնա, Կամո Սերանյանը, ով այդպես պոզիտիվ, շատ դրական էմոցիաներով, էներգետիկայով, լավ երաժշտությամբ, մարդ, հայ։ Կամո ջան, խոսեցինք 90-ականներից, եկանք հասանք 2000-ականներ եւ 2025, նույնիսկ
26-ից էլ արի չխոսենք, որովհետև 26-ից է խոսածին Չինաստան, Ղազախստան։ ծրագրերը հասկացա, բայց 90-ականներից այդքան բան պատմեցիր, ամենատպավորիչ պատմությունը կաղա մեզ նվիրես, շատ տպավորիչ պատմություններ են, բայց որ սկսեմ պատմելը, կաղա միջև առավոտ պատմեմ։ Ոչինչ։ Բայց մի հատ եմ պատմում։ Արդեն ուսանող եմ։ Երես չես տալիս, էլի մի հատ ես պատմում։ Մեզ երես չես տալիս։ Արդեն ուսանող եմ դարել, քաղաքի տոն, հրապարակում նվագում եմ։ Երաշտական դպրոցի համերգներին արդեն նվագում եմ, արդեն քաղաքին ամենայերիտասարդ, ակտիվ, sense կյանքի մեջ եմ։ Բայց գիշերցերեք էլի ես իմ ընկերներից կապս չեմ կտրել, հավայս մոռացա մի բան ասեմ, այդ տարին, այդ փորձ պարապում եմ ընդունվեի։ Դու երբեք քո ընկերների հետ կապը չես կտրել։ Ես իմ հերս, դու մի ասա, հատ գնում ա սաղ ընկերներից տուն։ Խնդրում ա ընկերներից ծնողներին, ընկերներից, ասում ա կամոյն ես 6 ամիսը չկանչեք դուրս։ Ով կանչել է մի հատ առանձին բռնում ա, ասում ա, ես գլուխդ կչարտեմ, քեզ չասեցի չկանչեք։ Օրա կտրվել է սաղ իմ ընկերներից։ Հետո որ ընդունվա, հերթով սկսին ինձի պատմել, ասում ա, աղբեր ջան, ասում ա, երետ եկել, ասում է, կամոյն չզանգեք, դուրս չկանչեք, խաղալու չկանչեք, ես չկանչեք։ Այսինքն այդ մի փոքր բան է, որ ընկերների Հիմա արդեն ընդունվել եմ, արդեն ուսանող եմ, գնում գալիս եմ բան, քաղաքի բոլոր միջոցառումներին կամ սա քաղաք արդեն սիրում արգում ա, թե քաղաքի 90% ծնողներիս ընկերներ են, բարեկամներ, նոր տարվա գիշեր, չեմ հիշում որդի, 96 թե 95 թե 97 նվագել է, որոշեցինք աղբեր ջան, ժամը ուղիղ 12-ը որ նոր տարվա խփում ա, բոլորս մեր ընտանիքներում նշում ենք, մենք ապրում ենք Չանցովի 4 տաղամասում։ 12-15 սաղս պետք է լինենք մեզ թաղամասի կալցելով։ Հավաքվեցինք մոտ 30 տանը արդեն դիմավորել ենք տանը ծնողների չնորացինք ես կոմիկը էլանք դուրս 15-ից 20 տարեկան երիտասարդություն սկսեցինք դոր զուռնայով երաժշտական դպրոցի տղեկով չէ որը երաժիշտ էր որը պոլիտեխնիկ ուսանող կարվեն ընկեր բժիշկ կարեն հիմա մեր քաղաքը մեր թաղամասից նվագելով իջանք միջև երկրորդ թաղամաս 3-րդ 4-րդ 5-րդ միջև միկրո շրջան կար կենտրոն չէ միկրոն ուրիշ տեղ հա միկրոն նորակառույց տեսբեր թաղամաս հիմա լսի որտեղ մտնում ենք ընկերոջ հետ մենք սաղին հավաքում ենք դարել ենք հարոկի որտեղ մտնում ենք լսի դե բնականաբար հարոկով ենք մտնում տուն մի 10 նվագելով ենք սոված փորերից այնքան ենք խմել գլուխներս պտտում բայց նվագում ենք հա 5 րոպե ամեն մեկի տունը չենք հազի մի հատ խմենք մի հատ զեթուն դնենք բերաններս դուրս գանք նորից նվագով արդեն լսի սաղ ծվրվան մուսադեմ 7-ն ուդա մնացել են մի 10 հոգի սոված մրսած էսի վերջը լսի արսած հետ են գալիս որ արդեն մեր տները եկանք էսպես 6-րդ թաղամասի կողմերը մի հատ շենք հայատը հորս ընկերներին տեսա մեկը են վախտված չգիտեմ կոմունալի պետնա մեկը չգիտեմ էսին զավոդից լավ պաշտոնները մարդիկ կամուճանարի տենամ տեսան զուրեն ձերս էմիքի դոլը ձերս սա հավաքվել են մի 5-6 եկել չգիտեմ յակել են ընկերեսումի առավոտ հարկայինի պետի տուն են մտնում շնորհավորելու հասից Իրանց արևին էտա մուզիկայա կպել տանը կել երներս բենես գխի գալիքները չի հա մեր կողմից ժեստ անենք էլի հա ես դատ ո՞ց եմ ասում ասում որ մուզիկան ձրի ալը մոտոր հորս հարստիկ լինի էտա իրաց մտածելով էտա ջայաները կգան տանենք թո հարկայինի պետի տունը կնվագեն ես էլ ֆրանսիացի տեղ գնացինք Իրեք են երաժիշտ մի 7 հոգի ոչ երաժիշտ նսի առավոտ նուրի բացին հարկայինի պետի տունը սոված սաղս ոչեմ ամսի մեկի առավոտ հարկայինի պետի նոր տարվա
ուտելիքները սաղբած Անմիջապես։ սեղանի բուդը կերա, սեղանի հնդուշկեն կերան, Դե սոված էիք, հաբա։ լսի, Քեզ այս բան։ մարդիկ փոշմանա, որ մեզի տարան։ Դե այդքան ուտելով էլ հնարավոր չէ տոնը Դեռ հայկային պետի կնգա դեմքը։ Մարդները կա։ Գետեն անիկդոտի նման ասում։ Լսի։ Եկեք, ասма, եկեք։ Հետո ինչ ան տղեկո։ Բայց ես կարաս դուք շնորհել լավ ոնց, ես սոված էին։ Այդ անեկդոտն է, որ ասում է, եկեք հավեսով կերեք, ասում է, չիկը բզբզան, գտե բզբզալը որն է, այս եղան ցերից մտնում են, այստեղից դուրս են գալի, ասում է կնի ձեր տանը բզբզան։ Ահա, Պարսկայի պատմությունն է։ Ասում արի հաց ուտենք, ասում բզբզալը Պարսկայից ասում են ռնգ, չգիտեի։ Չէ։ Էսի հիմա իրական դեպք եմ պատմում։ Էս իմ ընկերոջ Մարտունեցին։ Ընկերոջս քուրամուսնանա Պարսկայի հետ, բայց ընկերոջս հերու ուտողա։ Էս Ուտող խմողա։ հա ուտողա, չէ, ուտողա խաշամանը էս խանա, ուտողա, իսկական ուտողա։ Էս Պարսկայի դրման խնամոստուն, չէ, հազարակը։ Էս խնամի դերն է։ Մարտունեց ուտող խմող հետ մա Պարսկայի տուն, ասում են խնամ Սերոժ, արի հաց ուտենք։ Ասում չէ կերած եմ։ Ասում արի, ասում կդստես ռնգ կանենք, մտամ կբզբզան։ Հա։ Սերոժ քեշորոշ դու ուտող մարդ է։ Ռնգրնգներն էս լավ հնչում։ Լսի, դու այ լավ ուտում ես, Սերոժ դամ։ Բանը Պողոս ասում խնամ Սերոժ ասում, սանից հետո ձեր տունը ռնգ կանես, գասպերտուն հաց ուտես։ Կամո ջան, հաղորդումներ կան, որ ասում եւ այս ուրախ նոտայով էլ ավարտենք մեր լսի մեր ամբողջ այս հաղորդումը Կամո Սեյանյանի հետ ամբողջը լավ նոտա էր։ Լավ նոտան ո՞րն է երաժշտական։ Ամենալավ նոտա։ Վատ նոտա չկա, չէ, վատ նվագող կա։ Վատ գործիք էլ չկա, ասե։ Իմ համար կյանքում վատ գործիք չկա։ Վատես բան չկա, դե էսի ծիրանենի չի, բան դենց բան։ Օրինակ ֆագոտ գործիքը, չէ, դասական է։ Փողային։ Ինքը փողային ընտանիքի գործիքա, ֆագոտը միայն նվագում են ֆիլարմոնիկ եւ սիմֆոնիկ նվագախմբերում։ Բայց Վաստոկի ազգերի մեջ երաժիշտներ կան, ֆագոտով այնց մելիզներ են նվագում, հանդուկ հարաբերան, խիգաբոյն ավարդ գործի, ֆլեյդան ավարդ գործի, եպեկ պտի չկա։ Փողայիններին բոլոր տիրապետում ես։ Չէ, ամենա փողայինին։ Ահա։ Ինչ անենք։ Եվ այս ուրախ նոտայով այս ամբողջ ընթացքի ուրախ նոտաներով ասենք մինչ հանդիպում։ Շնորհակալություն Կամո Սեյանյան ջան։ Ջան, ձեր ցավը տար։ Ուրախ եմ շատ։ Մենք էլ շատ։